մասին հարցը։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյան։ Սիրելի հայրենակիցներ, հակիրճ ներկայացնեմ բանակից խուսափողների վիճակագրությունը սկսած 1995 թվականից, ապա ներկայացնեմ իմ առաջարկած օրենքի հիմնավորումները։ 1995 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվել է ընդամենը 1511 քաղաքացի։ Սպայապետ Վազգեն Սարգսյանի մահվանից 1999 թվականից հետո բանակից խուսափողների թիվը շեշտակի աճեց։ 2004 թվականին անցնելով 12000-ը։ 2004 թվականին առաջին անգամ ընդունվեց սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը։ Այդ օրենքով սահմանվում էր, որ բանակից խուսափած 27 տարի լրացած անձինք կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100,000 դրամ եւ ազատվել պատասխանատվությունից, ոչ մի օր չծառայելով բանակում։ Այս օրենքը ընդունվել էր 1 տարի ժամկետով, սակայն սկսած 2005 թվականից ամեն տարի այն երկարաձգվել է մինչև 2019 թվականը։ 15 տարիների ընթացքում օրենքից օգտվել է 10,656 քաղաքացի։ Ես այդ մոտեցումը անընդունելի էի համարում եւ 2019 թվականին առաջարկում էի բանակից խուսափածներին ազատել պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ նրանք ծառայեն 1 ամիս ժամկետով եւ միաժամանակ պետական բյուջե վճարեն 10 միլիոն դրամ։ Իմ նախագիծը չընդունվեց եւ որակվեց փողի դիմաց ծառայությունից ազատելու խայտարակ օրենք։ Մոռացվեց, որ դրանից առաջ 15 տարի 100 անգամ ավելի ցածր գումարով էին բանակից խուսափածները ազատվում պատասխանատվությունից, ընդ որում ոչ մի օր չծառայելով։ Նույն ազգային ժողովը իմ առաջարկած օրենքը մերժելով 2 տարի անց 2021 թվականին յուրօրինակ համաներման մասին օրենք ընդունեց։ Բանակից խուսափած անձանց ազատելով պատասխանատվությունից առանց որևէ օր ծառայելու եւ առանց որևէ լումա պետական բյուջե վճարելու։ 2021 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվում էին 11106 անձ, որից 1360-ը օգտվեցին համաներումից, ազատվեցին քրեական պատասխանատվությունից ոչ մի բանի դիմաց, վճարելով 0 դրամ, ծառայելով 0 օր։ Համաներման մասին օրենքի ընդունումից հետո շարունակեցինք ունենալ հետախուզվողներ, ում 27 տարին լրացել էր համաներումից հետո։ Փաստացի նրանք չէին կարող ոչ համաներումից օգտվել, ոչ էլ գար ծառայել, քանի որ մեր երկրում զինվորական ծառայության տարիքը 18-ից 27 տարեկանն էր։ 27 տարին լրացած քաղաքացիները չունեին որևէ տարբերակ, քան 2-ից 5 տարի ժամկետով դատապարտվելը։ Մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող ծառայել, որպեսզի չդատապարտվեն։ Ստեղծված իրավիճակից որպես ելք ես առաջարկեցի բանակից խուսափածներին տանք դատապարտվելուն այլընտրանք, քանի որ պետությունը նրանց դատելով ոչ միայն ոչինչ չէր շահում, այլև ֆինանսապես տուժում է։ Առաջարկեցի սահմանել, որ նրանք, ովքեր կգան ու կծառայեն 2 տարի ժամկետով չդատապարտվեն, կշահի եւ պետությունը, եւ բանակից խուսափած քաղաքացին, քանի որ պետությունը կունենա 2 տարի ժամկետով ծառայող լրացուցիչ զինծառայող, իսկ բանակից խուսափած քաղաքացին կնախընտրի 2 տարի ժամկետով ծառայել, քան 3 տարի ազատազրկվել։ Առաջին դեմ կարծիքը պաշտպանության նախարարությունը արտահայտեց։ Ինչպես կարող է 27 տարին լրացած տղան ծառայել բանակում։ Իմ պատասխանը շատ պարզ էր։ Այնպես ինչպես այլ երկրներում, մասնավորապես Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության են մեկնում 18-ից 40 տարեկան տղաները, Թուրքիայում 20-ից 41 տարեկան, Իրանում 18-ից 50, Սիրիայում 18-ից 42, Հունաստանում 19-ից 45 տարեկան տղաները։ Բացի դրանից մեր օրենսդրությամբ սահմանված է, որ շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել մինչև 40 տարեկան անձինք։ Եթե 40 տարեկանը կարող է լինել շարքային պայմանագրային, նշանակում է կարող է լինել նաև շարքային ժամկետային։ Ինձանից 3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ հիմնավորել այս պարզ միտքը, ավելի լավ է տանք ծառայելու կամ գումար վճարելու հնարավորություն, քան ազատազրկենք բոլոր խուսափածներին։ Ցավոք սրտի օրենքի ընդունման վերջին պահին Պաշտպանության նախարարությունից ասացին, որ եթե չընդունեմ իրենց առաջարկը, որ օրենքը տարածվի միայն օրենքի ընդունման պահին 27 տարին լրացածների վրա, ապա իրենք դեմ կլինեն նախագծին եւ այն չի ընդունվի։ Ես փորձում եմ բացատրել, որ այդպես չի կարելի,
ելի նույն բանն է լինելու, ինչպես 2004 թվականից սկսած։ Խուսափածները չեն գալու ծառայելու սահմանված տարիքում, ոչ էլ գալու են դատապարտվելու։ Մնալու են փախած մինչև վաղեմության ժամկետն անցնի։ Արդյունքում եւ իրենք են տուժելու, փախած ապրելով այլ երկրում, առանց անձնագրի եւ պետությունն է հսկայական ռեսուրս կորցնելու։ Պաշտպանության նախարարը չընդունեց այս ակնհայտ դրական վերջացնում եմ կներեք կես րոպե։ Պաշտպանության նախարարը չընդունեց այս ակնհայտ դրական արդյունքի բերող առաջարկությունը, այն ժամանակ ես համաձայնեցի իրենց առաջարկին, որպեսզի օրենքը թեկուզ այդպես ընդունվի, այդ պահին 27 տարին լրացած տղաները կարողանան օգտվել օրենքից եւ վերադառնան Հայաստան։ Ես համաձայնեցի պայմանով, եթե առաջիկա 2 տարիներին չկարողանանք բանակից խուսափածներին բերել ծառայության եւ 2 տարի հետո ունենանք 1000-ից ավել 27 տարին լրացած խուսափածներ, ես նորից օրենքում փոփոխություն կատարելու նախագծով հանդես կգամ։ 2024 թվականի հունվարից անցել է ուղիղ 2 տարի։ Այժմ ունենք 1200-ից ավել տղաներ, ովքեր չունեն որևէ այլ ընտրանք, քան Հայաստան վերադառնալու դեպքում դատապարտվել է։ Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ։ Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքը այլևս 37 տարին է նրանց համար։ Շնորհակալ եմ, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ։ Հարցերի համար գրանցում։ Խաչատուր Սուքիասյան։ Պարոն Սարգսյան, ես մի քիչ ավելի ընդարձակ կուզենամ հարցս ուղղել։ Օրինակ, ինչու դուք չեք նախատեսել, որպեսզի այդ մեծ գումարները ոչ բոլորը կարող են վճարել, եթե դուք այդ խնդիրը դնում եք, որ այդ մարդիկ հետ վերադառնան, օրինակ ավելի լավ առաջարկ կարող եմ անել, եթե այդ մարդիկ կգան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի կընդունվեն, եկամտահար կվճարեն, կգեներացնեն ինչ-որ մի բան իմ երկրում հավելյալ արժեք կստեղծեն։ Սա առաջինը նրանք, ովքեր որ խուսափել են բանակից, երկրորդը, գիտեք, որ 90-ականներին շատերը գնացել են կեղծ ձևակերպումներով, կեղծ փաստաթղթերով, տարբեր դիմումներ են գրել, որոնք որ չեն համապատասխանում իրականությանը իրենց անձի։ Դա նույնպես մեզ համար խնդիր է, որպեսզի այդ մարդիկ էլ գան Հայաստան, ինչ-որ մի բան գեներացնեն Հայաստանում, բնակվեն, որ Հայաստանում մեր քաղաքացիները շատանան։ Նկատում դուք ընկել եք գումարի հետևից, ոչ թե խնդրի լուծման, ինձ տենց տպավորություն է ինձ մոտ ստեղծում, խնդրում եմ այդ բացատրությունը տաք, դուք ոնց եք դա պատկերացնում, հետո շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, նախ գումարի հետևից չենք ընկել նախագծով, հետևյալն է ասվում, նրանք ովքեր չեն ծառայել, իրենց հասակակից տղաները ծառայել են, իրենք պետք է այդ բացը լրացնեն, առաջին ծառայությամբ, եթե ինչ-ինչ պատճառներով մինչև 27 տարին չեն կարողացել ծառայել, ուսման մեջ են եղել կամ առողջական խնդիր ունեցել կամ ընտանեկան պայմաններից ելնելով, թող գան եւ ծառայեն եւ իրենց բացը լրացնեն եւ հավասարվեն իրենց ընկերներին։ Եթե չեն կարող 2 տարի ժամկետով ծառայել, որովհետեւ արդեն ունեն ընտանիք կամ մեկ երեխա կամ այլ անհամատեղելի հանգամանք, կարող են վճարել գումար եւ ծառայել կարճ ժամկետով։ Եթե ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, պետք է վճարեն մեծ գումար, 15 միլիոն դրամ, որը 4 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի չափով գումար է։ Այսինքն ինքը 2 անգամ ավելի մեծ գումար է վճարում, քան իր ծառայությամբ պետք է բերեր։ Եթե չունի 15 միլիոն դրամ, առաջարկում ենք այլ տարբերակ, կարող է վճարել ընդամենը 8 միլիոն, մոտ 2 անգամ պակաս, 1 ամիս, բայց պետք է գա ծառայության։ Եթե այդ գումարն էլ չունի, կարող է վճարել 5 միլիոն եւ ծառայել կես տարի ժամկետով։ Այսինքն մենք տարբեր առաջարկներ ենք առաջարկում եւ 15 միլիոն չունեցողը կարող է մյուս կետերից օգտվել։ Ունեք արձագանք, համեցեք։ Նայեք, պարոն Սարգսյան, մենք 90-ականներից շատ բարդ պայմաններ ենք ունեցել, տարբեր պատճառներ են եղել, տարբեր ընտանիքներ են եղել, տարբեր գիտակցություն ա եղել մարդկանց մոտ։ Հիմա եթե մենք ուզում ենք ինչ-որ ձևով այդ խնդիրը կարգավորենք, ելի պետքա գումարի հետևից չընկնենք։ Մեր խնդիրը պետքա լինի, ոնց անենք նախ առաջինը, ամենավատ բանն է, երբ որ ցանկացած քաղաքացի խուսափում է բանակ ծառայելուց։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք ինչ ծանր ժամանակներ են եղել, ծնողներն են միգուցե տարի ավելի ցածր տարիքում են եղել։ Եկեք այդ խնդիրը ոչ թե դնենք
զուտ գումարային, այլ դնենք թե ոնց անենք, որ մեր քաղաքացիները հետ գան ու ինչ-որ մի բանով պիտանի լինեն մեր երկրին, այսքանն է իմ ասածը, շնորհակալություն։ Տեսեք, ծառայության գրավչության բարձրացման մի շարք առաջարկներ եմ ես արել, այժմ էլ քննարկում ենք, կապված բազմաթիվ խնդիրների հետ, կլինի սնունդ, կլինի համազգեստ, կլինի ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատում, ծառայության պայմանների բարելավում եւ այլն։ Այսինքն համալիր գործողություններ մենք պետք է կատարենք, մի մասը կատարել ենք, մի մասը առաջիկայում պիտի կատարենք, որպեսզի ծառայությունը լինի ավելի գրավիչ։ Տեսեք 25% ժամկետի կրճատումը գրավչությունը բարձրացրել է։ Վստահ եմ մյուս տարի մենք ունենալու ենք ժամկետային զինծառայողների թվի աճ տոկոսային, այսինքն ավելի գրավիչ է դառնում։ Լավ համազգեստը, լավ սնունդը, կեցության լավ պայմանները, լոգանքի հնարավորությունը, սրանք բոլոր այն պայմաններն են, որոնք մենք պետք է ստեղծենք, որպեսզի մարդիկ չխուսափեն ծառայությունից։ Բայց պետք է նայենք, որ ունենք նաև հարուստների զավակներ կամ ոչ հարուստների զավակներ քիչ տոկոսով, ովքեր արդեն խուսափել են, արդեն նրանք 27 տարեկան են, մեծ ցանկության դեպքում չեն կարող գան այսօր ծառայեն։ Եթե ասի ուզում եմ գամ ծառայեմ 2 տարի ժամկետով տարեք ծառայության, օրենսդրությունը թույլ չի տալիս, ասում է ոչ, դու պիտի դատապարտվես 2-ից 5 տարի ժամկետով։ Մենք ասում ենք, չենք ուզում, քեզ տալիս ենք այլընտրանք դատապարտվելու։ Շնորհակալ եմ։ Ալխազ Ղազարյան,